Ողջույն, դուք դիտում եք Civilnet-ը։ Civilnet-ի տաղավարում այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանն հետ մենք կանադառնանք Ղարաբաղյան հակամարտության այնպիսի առանցքային թեմայի, ինչպիսին է աշխատանքային փաստաթուղթը։ Ողջույն, Թաթուլ։ Մի քանի ամիս առաջ դուք հրապարակեցիք մադրիդյան սկզբունքները, որը որոշակի առումով տարածում գտավ սոցցանցերում, լրատվամիջոցներում, սակայն արձագանքները կարծես թե այդքան մեծ չէին մադրիդյան կոչվող փաստաթուղթը, որը աշխատանքային փաստաթուղթ է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի համար մինչեւ 2008 թվականը, հա, եթե չեմ սխալվում։ Այո, կարող եք այդպես ասել, Այժմ արդեն 3 դուք հրապարակեցիք Կազանյան կոչվող փաստաթուղթը, որը աշխատանքային փաստաթուղթ էր Հայաստանի Ադրբեջանի համար 2008 թվականից սկսած մինչև 2011 թվականը, երբ տեղի ունեցավ 11 թվականին Կազանյան հանդիպումը Մեդվեդևի միջնորդությամբ, որտեղ կողմերը ոչինչի չհասան։ Եվ Կազանյան փաստաթուղթը համարվում է այն հիմքը, որի վրա Լավրովը ներկայացրեց 2015 թվականին Լավրովյան կոչվող առաջարկները։ Նախ առաջի հարցը, ինչու դուք որոշեցիք հրապարակել այս Կազանյան կոչվող փաստաթուղթը եւ այն բաց աղբյուրից է վերցված, թե այլ աղբյուր է։ Նայեք, ընդհանրապես, երբ որ բանակցությունների շուրջ մեկնաբանություններում հատկապես պաշտոնական այնպիսի հռետորաբանություն է օգտագործում, թվում է, որ Հայաստանի իշխանությունները, ասենք Ադրբեջանի հետ բանակցում են, ասենք Ադրբեջանի կապիտուլյացիայի հարցը ամրագրելու համար։ Եվ տպավորություն չի ստեղծում, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որը ենթադրում է ցավալի փողզիջումներ, զիջումներ, տարածքային կորուստներ։ Եվ 2016 թվականի ապրիլի 13-ին, այսինքն ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի օր անց ես իրոք առաջին անգամ 3 լեզուներով հրապարակեցի մադրիդյան մայր փաստաթուղթը, որը ի պահ է դրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային, ապա հրապարակեցի 3, ինչպես նշեցիք, աշխատանքային այն փաստաթուղթը, որը ածանցվել է, որը ստեղծվել է, որը քննարկվում է, որը անընդհատ փոփոխվում է, որի անունն է Կազանյան փաստաթուղթ, բայց որը որպես այդպիսի փաստաթուղթ պաշտոնական ըստ էության չկա։ Մադրիդյանի մոդիֆիկացված տարբերակ։ Մադրիդյանի հենքի վրա տարբեր դետալներ փոխելով դու կարող ես տարբեր անուններ դնել, թե այդ հանդիպումը որ քաղաքում է եղել։ Եթե Սոչիում է եղել, ունդեղ մի դետալ է փոխվել, կարող ես անունները Սոչիի տարբերակ եւ այսպես շարունակ։ Եվ ես որոշեցի այս հրապարակել, որ սա լինի, այսպես ասեմ, որպես տաք գլուխ ուռա պատրիոտների համար նրանց գլխին սառը ցնցուղ, որ այս բանակցվող փաստաթուղթը։ Հիմա ես չեմ ասում բանակցողները, այսպես ասեմ, դավաճաններ են կամ, չգիտեմ, պակաս հայրենասերներ են, քան ես ու դու որ նստած այստեղից խոսում են։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը իրատեսության մասին է, որովհետեւ մենք բոլորս հասկանանք, որ բանակցվում է մի փաստաթուղթ, որը ենթադրում է ցավալի փողզիջումներ, զիջումներ, եթե իհարկե դրանք կյանքի կոչվեն, եւ մենք անընդհատ խոսում ենք այս մասին։ Հիմա նաեւ մի քիչ շատ են ինֆորմացիոն են դոզան, որ հա ուր որա է սա, ուր որա է սա, տարածքները հետ են տալիս։ Ամեն դեպքում մենք պետք է իմանանք, հասարակությունը պետք է իմանա, թե իր իշխանությունները ինչ փաստաթղթի շուրջ են բանակցում, որպեսզի մեզ համար պարզ լինի։ Մենք աջակցում ենք այդ փաստաթղթին, թե չենք աջակցում։ Ճիշտ է, բացի այդ, ասենք բաց քննարկումների բանավեճերի արդյունքում պետք է ձևավորվի ինչ-որ մի միասնական, չեմ ասում լիարժեք միասնական, ինչ-որ մի միասնական տեսակետ այս փաստաթղթի վերաբերյալ կամ մեկ այլ փաստաթղթի վերաբերյալ։ Մյուս կողմից, այո, ես նշեմ, որ ասացիք ինչու հրապարակեցիք, ճիշտն ասած շատ այդքան էլ գաղտնի բան չկա, էլի։ Եթե դու, ասենք, ուշադրությամբ հետևում ես գործընթացներին, դու հասկանում ես մոտավորապես ինչպիսի փաստաթուղթ է դրվում սեղանին։ Մանավանդ, որ ասենք Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ասել է, էլի, որ Մենք վերջինը Բլումբերգին տված հարցազրույցը, որ ասել է, որ ասենք մենք պետք է տարածքներ զիջենք։ Ու այստեղ էլ Սերժ Սարգսյանը ինչ-որ ունիկալ բան չի ասել։ Նույն բանը ասել է Ռոբերտ Քոչարյանը, նույն բանը ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուզում եմ ասել, որ մեծ գաղտնիքներ չեն բացել, բայց մյուս կողմից ես այս օրերին նաև նկատում եմ որոշակի վտանգներ եւ դրա համար մտածեցի, որ մեկ անգամ եւս հրապարակեմ վտանգներ, որ Ռուսաստանն է միակ ներգրավված այս գործընթացում, Ռուսաստանն է միակ փաստորեն այսօր խաղացողը բանակցությունների այս փուլում եւ դա կարող է բերել ինչ որտեղ նաեւ պարտադրանքի
պարտադրանքի հայկական կողմի վրա, որպեսզի նա գնա ցավալի զիջումների։ Խոսքը սրա մասին է։ Թաթուլ, տեսեք այս փաստաթղթում ամրագրված դրույթները, որի մասին մենք քիչ հետո կխոսենք տարածքների հետ կապված, մասնավորապես, երբ Մամեդովը մի 2 օր առաջ Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատուն հայտարարեց, որ այնտեղ քննարկվել է կամ պայմանավորվել են ինքը օգտագործեց տարածքներ զիջելու հետ կապված, նույն Կազանյան, հա, հերթականություններ թվարկում, ինչքան ես հասկացա։ Զախարովան արտգործնախարարի, Ռուսաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը հերքեց, որ նման պայմանավորվածություն չկա։ Հերքեց ասելով, որ մի քիչ բարեխիղճ ձևով չի մեկնաբանել, ներկայացրել, այո։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ էր այդ մեկնաբանությունը, որովհետև Դերենիկ ամեն դեպքում, այո, խոսքը գնում է տարածքներ զիջելու մասին։ Հասկանանք, տարածքներ զիջելու մասին խոսք գնում է, թե չի գնում։ Խոսք գնում է, դա ամրագրված է փաստաթղթում, բայց ամբողջ հարցը նրանում է, թե այդ ինչի դիմաց, ինչ հերթականությամբ եւ ինչի դիմաց։ Սա շատ կարևոր է, սա արդեն բանակցությունների մանրամասներից, ինչպես ասում են, սատանան թաքնվածների մեջ է։ Այսինքն, երբ որ հայկական կողմը իր այսպես ասեմ նախնական համաձայնությունն է տալիս, որ մի X պահի իր ուժերը դուրս կբերի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին հարակից տարածքներից, հա, այսպիսի ձևակերպում, դա որը հիմա անվանվում է Լեռնային Ղարաբաղի սահմանադրորեն ամրագրված տարածք, հա, դրա դիմաց Ադրբեջանը ինչ է զիջում եւ ակնհայտ է, որ որևէ Հայաստանի որևէ իշխանություն չի գնա նման զիջումների, հողային զիջումների, եթե դիմացը բան չստանա, եւ դիմացը պետք է ստանա Ադրբեջանի գրավոր խոստում, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվելու է հանրաքվե կամ արտահայտություն, որի յուրաքանչյուր արդյունք բաց է եւ այդ արդյունքները Ադրբեջանը ճանաչելու է։ Խոսքը դրա մասին է։ Հասկանանք Կազանյան փաստաթղթում այդ ամեն ինչ ամրագրված է, թե ամրագրված չէ։ Օրինակ, ես կարդում եմ տարածքների մասով, հերթականությամբ գալիս է, որ հայկական կողմը համաձայնվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից բոլոր տարածքներից հայկական կողմը հանում է իր զորքերը, վերադարձնում են Ադրբեջանին այդ տարածքները։ Առաջի փուլ նշվում է, որ վերադարձնում է Աղդամը, Ջեբրայիլը, Զանգելանն ու Ղուբատլուն, այո։ Երկրորդ փուլով արդեն Քալվաճարը, ամբողջ Քալվաճարի մարզը եւ Լաչինի ոչ միջանցքային հատվածը, ինչպես դուք նշել եք։ Եվ դրա դիմաց, ես ինչքան կարդացի կարգավիճակում, հայկական կողմը ոչինչ կարծես թե չի ստանում, ստանում է խոստում, որ բանակցություններ կվարվեն կարգավիճակի շուրջ, հա։ Նայեք, դու կարող եք նաև այդպես մեկնաբանել, բայց պետք է փաստաթղթին ավելի, այսպես ասեմ, ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել։ Ընդհանրապես, միջև մադրիդյան փաստաթուղթներ եւ նրա ածանցյալ փաստաթուղթն եղել է հետեւյալ հաջորդականությունը կարգավիճակի դիմաց տարածքների հետեւյալ մոդելն է քննարկվել 5+1 + կես, այսինքն կարգավիճակի դիմաց հայկական կողմը փուլերով Ադրբեջանին է վերադարձում ձեր նշած 5 շրջանները, ապա Քարվաճարը, Քելբաջարը որոշակի ժամանակահատվածում, օրինակ մադրիդյան փաստաթղթում, որը դեպոզիտարիայի իպահ է դրվել ԵԱԳ դեպոզիտարիան, նշվում է 5 տարի ժամանակ։ Միայն դրանից հետո այդ 5 տարվա ժամանակահատվածում այնտեղ հայկական որոշակի կոնտինգենտ զինված ուժեր մնում են, հայ բնակչությունը մնում է եւ այլն եւ այլն։ Եվ դրա դիմաց է արդեն որ տեղի ունենում հանրակվեն։ Այսինքն այս փաստաթղթերը ընդհանրապես սկզբունքներ են, որոնք պետք է լցվեն մանրամասներով, լցվեն, որտեվ եթե մենք համեմատում ենք մադրիդյան եւ նրանց ածանցյալ այս փաստաթղթերը, դրանք 1-2 էջանոց են։ Մինչդեռ նախորդ առաջարկները 8-10 էջ են եղել։ Ինչու՞, որտեվ նախորդ առաջարկները ավելի մանրամասնորեն ներկայացված են։ Խոսքը նրա մասին է, որ մադրիդյան 2007-ից էսկոմ չի ներկայացվել մի ամբողջական փաստաթուղթ, որտեղ այդ ամբողջ մանրամասները լինեին։ Ավելի, եթե այսպես ասեմ, ձևավոր կերպով ներկայացնեմ, դերենի կարող եմ ասել հետեւյալը։ Մեզ տվել են կամ կողմերի սեղանի վրա է դրվել բաներ, ճաշ եփելու բոլոր, այո, բացառությամբ թե մենք ոնց պետք է այդ ճաշը եփենք։
խոսքը սրա մասին է այսինքն եւ այնպես չէ որ Հայաստանը հիմա ես չմտածեք ինչ հերթականությամբ կարտոֆիլը լցնենք հետո չգիտեմ հիմա ես այնպես չստացի որ ես այս իշխանությունների պաշտպանն եմ այս հարցում բայց նաեւ ուզում եմ ասել որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ հենց այս ձևով են հարցերը դրվել այսինքն այնպես չի որ այսօր այսպես շատերը զարմացել են արթնացել են վայ ես ինչ է կատարվում միշտ էլ նույն հաստատուղթն է եղել գոնե տարածքներ զիջելու մասով այստեղ հասկանանք որ 94 թվականից հետո երբ զինադադարի մասին կնքվեց այդ համաձայնությունը դրանից հետո հայկական կողմը չի առարկել որ այս նշված տարածքները պետք է վերադարձնեն Ադրբեջանին այսինքն դա արձանագրվել է յուրաքանչյուր փաստաթղթում եւ բանակցային գործընթացում անգամ այն փաստաթղթերում որոնք հայկական կողմը որպես բանակցությունների հիմք ընդունել է այսինքն այնպես չի եղել նաեւ որ ԵԱԿ-ն այսպես մի հատ փաստաթուղթ է ներկայացրել այդտեղ նշված է եղել տարածքների վերադարձի մասով եւ Հայաստանը ասել է ոչ հակառակը Հայաստանը այդ փաստաթուղթը ընդունել է որպես բանակցությունների հիմք ինչը նշանակում է որ ինքը ասել է այո մի որոշակի պահ ես պատրաստ եմ այդ տարածքները հետ տալ խոսքը սրա մասին է այսինքն այս տրամաբանության մեջ որ նայում ենք Սերժ Սարգսյանյան հայտարարությունը որ դե 800 հեկտարը անվտանգության գոտու մի մասն են եւ մենք շատ ունենք այդ անվտանգության գոտուց այդ 800 հեկտարը ոչինչ դե կարելի է տալ այս տրամաբանության մեջ տեղավորվում է Այսինքն միևնույն է տալու ենք դե հիմա մի 800 հեկտար տվեցինք որը ոչ մի բան չի փոխում մի բայցով եթե հարավային ուղղությամբ այո հայկական կողմը պատրաստ էր զորքերը ուժերը Ղարաբաղյան ուժերը դուրս բերել Արցախյան ուժերը դուրս բերել Ֆիզուլու շրջանից այսինքն Հորադիսից իսկ Լելեթեփեն գրավյալ Ադրբեջան ապրիլյան պատերազմի արդյունքում այնտեղ է ապա դա այո այդ տրամաբանության մեջ տեղավորվում է մինչդեռ Թալիշի հատվածում դա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում է լղիմի ադմինիստրատիվ տարածքում այսինքն դա նշանակում է որ այնտեղ խախտվել է լղիմ նախկին տարածքը ինչպես Ադրբեջանը գրավման տակ է պահում այն 5-6 գյուղերը նաև Շահումյան ինչպես նաև այն 5-6 գյուղերը ասենք Մարաղա Չայլու եւ այլն այդ 5-6 գյուղերը այդ Մարտակերտի հատվածում եւ մի կտոր Մարտունու հատվածում նույն ձևով այստեղ ինքը առաջ եկել, այստեղ էական տարբերություն կա։ Եթե այդ սկզբունքով են բանակցությունները գնում, այսինքն նախկին լղիմի ադմինիստրատիվ սահմանների շրջանակներում պետք է ճանաչվել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, ինչքան որ հասկացա այս փաստաթղթերից։ Այդ դեպքում Շահումյանի շրջանի մասին խոսակցություն գնացել է թե չի գնացել։ Շահումյանի մասին եւ այդ նշած գյուղերի, որովհետեւ եթե այդպես է ուրեմն տրամաբանությունը եթե այդպես ենք նայում, ապա զուտ միջազգային օրենքի տեսանկյունից, եթե այդպես ենք նայում, Շահումյանի շրջանը երբեք չի եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի մեջ։ Նա մտել է Լեռնային Ղարաբաղի տարածքի մեջ 91 թվականի սեպտեմբերի 2-ի ԼեռնայինՂարաբաղի անկախության հռչակումով։ Այդպես է մտել, հետևաբար պետք է մի քիչ զանազանել այս հարցերը, սակայն օրինակ 97-98 թվականների բոլոր 3 գրավոր առաջարկներում Շահումյանի հարցը, մասնավորապես Շահումյան հայ բնակության վերադարձի հարցը ուղղակիորեն կապվել է Շուշի քաղաք ադրբեջանական բնակության վերադարձի հարցի հետ։ Բայց այստեղ չկա։ Այստեղ չկա, որովհետև կրկնում եմ, այստեղ միայն սկզբունքներն են։ Երբ որ ամբողջական փաստաթուղթ ձևավորվի, ես կարծում եմ նորից այդ հատվածը կարող է մտնել, կարող է եւ չմտնել։ Չեմ կարող ասել։ Ես ինչքան հասկանում եմ վիճահարույց խնդիրների ծավալից եւ հարցերի ծավալից կարող եմ ենթադրել, որ գրեթե այս փուլում անհնար է ինչ-որ համաձայնության հասնել։ Սակայն կա նաև Լավրովի մոտեցումը, որը բխում է այս Կազանյան փաստաթղթից, այն է փոքրացնել կոնֆլիկտի ծավալները, հետո նոր բանակցել։ Կարծես թե նույն տրամաբանությամբ է։ Դա հնարավոր է թե հնարավոր չէ։ Այսինքն դե լավ, հələ Ադրբեջանի մի քանի տարածք տանք, կոնֆլիկտը փոքրացնենք, պատերազմի հավանականությունը փոքրացնենք, հետո այ մնացածի շուրջ կբանակցենք։ Երկու բան կարող եմ ասել այս կապակցությամբ։ Նայեք, մենք պետք է արձանագրենք հստակ, որ 88 թվականին, երբ որ սկսվեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, հա, այս հակամարտությունը, այն ժամանակ տարածքների խնդիր չկար, չէ՞։ Տարածքների խնդիր չկար, տարածքներ վերադարձ խնդիր չկար։ Լղիմը ճանաչելով խնդիր է։ Այո, լղիմը Հայաստանին միացնելու խնդիր կար, եթե այսպես ձևակերպենք։ Հետևաբար
Եթե այս տրամաբանությամբ ենք մոտենում, ապա դա արդար Լավրովի, այսպես ասեմ, առաջարկությունը, եթե իրոք դա այդպես է, դա չի տեղավորվում կոնֆլիկտի գոնե մեր պատկերացումների տրամաբանության մեջ։ Երկրորդ, եթե իրոք խոսք գնում է փոքրացնելու մասին, ապա սա նշանակում է, որ մենք ավելի ենք մոտենում պատերազմին։ Ինչ է նշանակում փոքրացնել կոնֆլիկտը։ Եթե դա նշանակում է, որ հայկական արցախյան ուժերը պետք է դուրս գան այդ 5 շրջաններից եւ այնտեղ պետք է ադրբեջանական զորքը ավելի մոտենա Ստեփանակերտին, որ արդեն կարողանա, ասենք, տոս 1 համակարգով եւ գրադով, ասենք, հարվածի բաներին, բնակավայրերին ավելի շատ հիմա էլ է հարվածում, բայց այդ դեպքում ավելի շատ, ապա դա ավելի է մոտեցնում պատերազմին։ Արդյոք հնարավոր է այս տարբերակի իրականություն դարձնել, հնարավոր է, եթե լինի ուժային պարտադրում։ Միջազգային փորձը լիքն է այդպիսի օրինակներով, երբ որ կողմերին պարտադրվել է լուծում, հետագայում իհարկե դա փաթեթավորել են, որ իբր կողմերի կամ արտահայտության եւ բարի կամքի եւ խիզախության եւ խաղաղության ձգտման շրջանակներում է, բայց իրականում բոլոր դեպքերում պարտադրվելու են։ Եթե դուք հարցնեք, հնարավոր է, որ Ռուսաստանը եւ կարող է Ռուսաստանը խաղաղություն պարտադրել, հենց այդ նշված տարբերակով, ես կարծում եմ, որ ինչու ոչ, կարող է պարտադրել։ Բայց պարտադրել որպեսզի զորքերը այո, դուրս բերենք, այո, կարող է պարտադրել, բայց դա արդեն ընդհանրապես ամբողջովին կփոխի հայ-ռուսական հարաբերությունների խորքը, որակը եւ ամեն ինչը։ Այստեղ արդեն եւ նաեւ այստեղ պետք է հաշվի առնենք, որ այն երկրները, որոնք միջնորդներ են, նրանք էլ հավանաբար կունենան այլ տեսակետ, քան ռուսական այդ տեսակետն է։ Բայց իհարկե վտանգը կա, մենք մի քանի անգամ խոսել ենք այդ մասին, որ ուրեմն Ադրբեջանին գրավելով դեպի Եվրասիական տնտեսական միության կազմ եւ նրան խոստանալով որոշակի տարածքներ, Ռուսաստանը հավանաբար կարող է գնալ նման քայլերի։ Դրա վտանգը կա եւ միշտ մենք ասել ենք, որ սա անվանենք Ղարաբաղյան կարգավորման ռուսական վտանգ կամ ռուսական սպառնալի։ Դա կա։ Շնորհակալություն Թաթուլ, ինձ նախորդ մեր զրույցների ժամանակ ես հարցրեցի, թե արդյոք կա մեզ համար կարմիր դեղին կանաչ գծեր, թե ինչքան ենք տալու, ինչքան ենք պայելու, ինչն է մեր սեփականությունը, ինչը մեր սեփականությունը չէ։ Հիմա այս փաստաթղթով կարծես թե գոնե իշխանությունների պաշտոնական մակարդակում կարմիր դեղին կանաչ գծերի պահ հստակ է եւ օրինակ ինձ համար հետաքրքիր կլիներ իմանալ թե օրինակ մեզ դիտողները ինչ են մտածում, էլի գոնե այդ մասշտաբով իրանք ինչ են գտնում, ճիշտ է, դուք ճիշտ նշեցիք հաղորդման սկզբում, որ մեր մոտ տպավորությունը է, թե այնտեղ բանակցությունների սեղանին նստած մտածում են, թե Բաքու որ մուտքով են մտնելու հյուսիսային, թե հարավային, բայց սեղանին նման փաստաթուղթ է դրված։ Վերադառնալով ձեր հարցումին, ես ուզում եմ հետևյալը ասել. Հայաստանի բոլոր նախագահները, բոլոր կառավարությունների համար այդ կարմիր գծերը եղել են հետևյալը։ Կրկնում եմ, ես չեմ ասում, որ նրանք պատրաստ էին դա կյանքի կոչել, բայց գոնե հրապարակային հայտարարություններում բանակցությունների մակարդակով կարմիր գիծը եղել է հետևյալը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այսինքն նախկին 4400 քառակուսի կիլոմետր տարածքը այլևս չի վերադարձվում Ադրբեջանի կազմ։ Դա կարմիր գիծն է։ Դա կարմիր գիծ է, պլյուս գումարած Լաչինի միջանցքը եւս չի վերադարձվում կամ Լաչինը, որոշ դեպքերում Լաչինի շրջանն ամբողջությամբ, օրինակ 97 թվականի շատ քննադատված եւ քարկոծված փուլային տարբերակը, որին կողմնակից էր Լևոն Տեր-Պետրոսյանը, այնտեղ խոսում է Լաչինի ամբողջ շրջանի մասին, չվերադարձնելու մասին եւ նաեւ հույսեր կար, որ Քելբաջարի հետ էլ կապված բանակցություններ կարող են լինել։ Ուզում եմ ասել, որ սա եղել կարմիր գիծը, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գումարած Լաչինի միջանցքը որոշակի լայնքով, այստեղ էլ կա մեծ վեճ եւ Ադրբեջանը այդ վեճ ունի, Ադրբեջանը միշտ պնդում է եւ Ադրբեջանի առարկություններից մեկն էլ նաեւ որ Լաչինի միջանցքը չի կարող ունենալ այն կարգավիճակը, ինչ որ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը։ Սա է եղել մեր համար կարմիր գիծը, մեր համար չէ, Հայաստանի իրար հաջորդող նախագահների եւ նրանց կառավարությունների համար, բայց կրկնում եմ, արդյոք դա հնարավոր կլիներ կյանքի կոչել։ Օրինակ 97 թվականի, 98 թվականին պարզվեց, որ դա հնարավոր չէ կյանքի կոչել, որտեղ Հայաստանում տեղի ունեցավ փաստորեն պետական հեղաշրջման նման կամ իշխանապողություն պետական հեղաշրջման, այսպես ասեմ, տարերով եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ։ Հիմա մենք բայց ավարտելով այս հանդիպումը պետք է արձանագրենք, որ 20 տարի անց Սերժ Սարգսյանը
վերադառնում է մոտավորապես այն լուծմանը, իհարկե այստեղ մի փոքր մենք պլյուս ունենք, ամեն դեպքում ես համարում եմ, որ անգամ Կազանյան փաստաթուղթը, որը ավելի վատն է, քան Մադրիդյանը, այնուամենայնիվ տեղ է թողնում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ամրագրվի եւ այդ անկախությունը ճանաչվի միջազգայինորեն, գոնե տեղ է թողվում, եւ սա է միակ տարբերությունը Լևոն Տեր-Պետրոսյանի 97 թվականի փուլային տարբերակից, թեև կրկնեմ նաեւ, որ այն մարդիկ, ովքեր մեզ կդիտեն, ովքեր եւ կողմնակից են եւ պաշտպանել են Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը, կարող են նշել մի շարք առավելություններ, որ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը, օրինակ Լաչինի հատվածը։ Ուզում եմ ասել, որ այս ամենին պետք է մոտենալ շատ ավելի ամբողջական եւ պետք է քննարկել։ Պետք է քննարկել եւ քննարկել առողջ տրամաբանության շրջանակներում եւ քննարկման ընթացքում չգտնել դավաճանների, որտեղ այն պահից, երբ որ դու գտնում ես դավաճաններ, այդ պահին արդեն քննարկումը ավարտվում է։ Գոնե քննարկենք հասկանալու համար, թե ինչ ենք ուզում, ինչ է պատկերացրած, հասարակության արձագանքը ինչպիսին է եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն Թաթուլ, իմ տպավորությամբ, օրինակ այս փաստաթղթերին, որ արդեն մանրամասն ծանոթանում ես, միգուցե սխալվում եմ իմ գնահատականներում, բայց իմ մոտ տպավորությունն է, որ պարտված կողմը Հայաստանն է այս բանակցային սեղանի շուրջ եւ հաղթող կողմը Ադրբեջանն է, որովհետեւ Ադրբեջանի թելադրած պահանջներն ու պայմանները շատ ավելի շատ են եւ ախորժակը շատ ավելի մեծ է։ Ամեն դեպքում միգուցե սխալվում եմ, ճիշտը դա է։ Իդեպ այդպես են մտածում շատ հայեր, մենակ դու չես այդպես մտածում։ Շատ հայեր են այդպես մտածում, որ ինչպես կարելի է ռազմի դաշտում տանել հաղթանակ, իսկ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել կրկնակի մոտորապես կրկնակի տարածք այնքան, ինչքան որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքն է։ Շնորհակալություն Թաթուլ առողջ քննարկման համար։ Հիշեցնեմ, որ այսօր իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ քննարկում էինք Կազանյան կոչված աշխատանքային փաստաթուղթը, որը հրապարակվել էր Թաթուլ Հակոբյանի կողմից։ Այսքանը։